Երևանի ավականու այսօրվա նիստում մայրաքաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման տարեկան հաշվետվությունը լսեցին ավականու անդամները։ Զեկուցողը նախ թվեր ու ոլորտներ նշեց, որտեղ քաղաքապետարանը իրականացնում է աշխատանքներ, այսպես 13 հեկտար կանաչ տարածքների ընդլայնում, հանրային այգիների վերականգնում, 32 կիլոմետր ոռոգման ցանցի կառուցում, 6 մանկապարտեզի շահագործում։ Բացի այդ, քաղաքային իշխանությունը 171 նոր ավտոբուս, 15 տրոլեյբուս է ձեռք բերել։ Նախապատրաստվել է 250 նոր էլեկտրաբուսների ձեռքբերման համապարփակ ներդրումային ծրագիրը եւ այժմ գտնվում ենք ֆինանսավորման եւ կառավարության հետ բանակցությունների process-ում, բարելավեն երթևեկության կարգավորման ենթակառուցվածքները ընդհանուր առմամբ։ Անշունչ տեքստերի տակ ահռելի աշխատանք կա, շարունակեց զեկուցողը, Սուրմալուի մետրոյի կայարանի տեղ առաջադրանքը մշակված է, մասնագիտական խմբի կողմից քննարկված հաստատված, առաջիկայում տեխնիկատնտեսական ուսումնասիրություն հայտարարելու մրցույթ կլինի։ Կա ակնկալիք, որ այս տարվա ընթացքում կավարտեն հայցակարգ նախագծի կազմման աշխատանքները։ Ներդրումային ծրագիրը պատրաստ է կներկայացվի կառավարություն։ Ավականու անդամները բարձրացրին աղբահանության հետ կապված հարցեր, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, նախորդ տարի 14 նոր աղբատար մեքենա է ձեռք բերվել։ Բազմաթիվ քննարկումների արդյունքում էլ քաղաքային իշխանությունը եզրակացրել է, նպատակահարմար է ունենալ սանիտարական աղբավայր ոչ այն ծավալով, որ հիմա է։ Հիմնական շեշտը կդրվի աղբի վերամշակման կայանի ներդրման վրա։ Ինչ վերաբերում է կանաչապատման աշխատանքներին, Ավինյանն արձագանքեց։ Երևանի քաղաքապետարանը միայն նախորդ տարի 12.8 հեկտար կանաչ տարածքներ է ստեղծել, տնկել է ծառեր համապատասխան ոռոգման համակարգերով, 31,000 գծամետր ոռոգման համակարգեր է քաշել, միայն նախորդ տարի։ Այս ծառերի կպչողականությունը մոտավորապես 95% է։ Ուզում եք իմանալ ձեր ղեկավարի վարած քաղաքականության տարիներին քանի տոկոս էր ոչ այնքան էական ծավալներով իրականացվող ծառատնկման աշխատանքների, մոտավորապես 40, պարոն Թորոսյան, 40։ Հիմա շատ տեղեր, որտեղ որ ծառատունկ եք դուք իրականացրել նախկինում, հիմա տենց չորացած մնացած են, որովհետև ոռոգման համակարգեր չեն քաշվել։ Ավականու անդամներից դժգոհություններ հնչեցին, որակական ցուցանիշներ չկան զեկույցում։ Ավինյանը համաձայնեց կաշխատեն այդ ուղղությամբ։ Երևանի ավականին քննարկեց ու հաստատեց նաև մայրաքաղաքի նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։ Եկամուտները 116 միլիարդ 715 միլիոն դրամ են կազմել, կատարողականը 103.1%։ Ավականուն դիմադիր անդամները մեղադրեցին քաղաքային իշխանությանը խոստումները չկատարելու, ենթադրյալ կոռուպցիոն գործարքների համար։ Թեժ իրավիճակը ոչ պակաս թեժ ելույթով ամփոփեց Տիգրան Ավինյանը։ Հիմա որ բոլոր այգիները ցենց կյանքի գնով, քրտինքի արյան գնով, ջարդելով, փշրելով այդ հին սրճարաններն ու կրպակները, դուք դրա հետ կապ չունեք իհարկե, դուք կապ ունեք նրա հետ, որ այստեղ գաք ու վատաբանեք ու ելույթ ունենաք նրա մասին, որ 2024 թվականին Երևանի քաղաքապետարանը ամենամեծ ծավալի աշխատանքն է արել, 505 վերելակ է փոխել այս քաղաքում, 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ է արել, տասնյակ մանկապարտեզներ է հիմնանորոգել, միայն այս 13 միլիարդ դրամից մեր բյուջեի 40 միլիարդը 100 միլիոն դոլարը ծախսվել է կրթության վրա, մանկապարտեզների երեխաների սնունդը բարելավելու, մանկապարտեզները հիմնանորոգելու, մանկապարտեզների բակերը դուք սենց բան եք տեսել 30 տարվա ընթացքում, ոչ, դուք սենց բան չեք տեսել։ Ավականու նիստում ընդունվեց նաև հանրային ձայն խմբակցության առաջարկած նախագիծը, որով անվճար երթևեկելու արտոնություն կստանան երրորդ խմբի զինհաշմանդամություն ունեցողները։ Քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն խմբակցությունները չմասնակցեցին տրանսպորտը չթանկացնելու Մայր Հայաստան խմբակցության նախագծի քննարկմանը, այն արդեն մի քանի անգամ եղել է օրակարգում, իսկ քաղաքային իշխանության դիրքորոշումը չի փոխվել։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։